Լորվա ձորում դաշտամիջին մի հին խրճիթ հյուր է կանչում, կարծես նա էլ գիտի ոնց է գյուղի կարոտեին ստանջում, անբարել է խրճիթն իր մեջ այն հյուրընկալ ծեր լոռեցուն, ով դուռ կողպել չի սովորել, ով ապրում է սիրով լեցուն, տուն մտնելիս կարծես մի պահ Թումանյանի պես ենք շնչում, կարծես զգում ենք, թե ինչպես է չքնաղ լոռին գիրկն իր կանչում, հասկանում ենք, որ ամեն քար, ամեն կաթիլ լոռվա ջրից մի պատմությամբ է ողողված, կախում ունի մի հին գրից, Ստեփան Զորյան, Մաթևոսյան, քանի մեծություններ, իրենց հոգին են մեզ տվել, իրենց գիրը սարքել սյուներ, որ կայանա մանուկը հայ, այդ սյուներին տուն կառուցի, որ լոռեցին մեծ սկուտեղով մեզ խնձոր ու տանձ մատուցի, ու մոտկորի 6 գյուղերից որն էլ դառնա մայրաքաղաք, իր մեջ լոռին է ամբարում ու լոռեցու խոսքը շիտակ, պատմությունն է միավորում օհամ պապի խոսք ու երգով, մանկությունն է գունավորում իր ծառերի առատ բերքով, Շամուտից մարզ, մինչև Աթան, Ահնիձորի լեռ ու դաշտով, լոռեցու սիրտ է բաբախում իր հյուրընկալ տուն ու բաղով, ու Քարինջից մինչև Լոռուտ, մինչև Մարցի ամեն կաթիլ, մի հյուրընկալ տուն է հայի, հայ մանուկի մի նոր սածիլ։